Նախընտրական շրջանում տեղի ունենում թոշակների բարձրացում։ Ես ձեր ուղիղ եթերը լսեցի, դուք դա անվանում եք հանցագործություն։ Հանցագործություն ոչ թե թոշակների բարձրացումն է, կարևորը։ Այն մեխանիզմը, որը հանցագործություն է բյուջեում չֆիքսված ազգային ժողովի կողմից, պարլամենտի կողմից չհաստատված ծախսերը, անկախ նրանից դա ինչ ծախսեր է։ Դա կարող է շատ, որտեղ ես նախապես ասում եմ, անկախ նրանից դա մեր ձեռնտու է թե ոչ, առանձին վերցած քաղաքացուն, գործադիր իշխանությունը, եթե բյուջեում չնախատեսված ծախսեր է իր վրա վերցնում, դա օրենքի հետ խնդիր ունի։ Իսկ եթե այդ մասշտաբի ծախսեր է վերցնում, դա արդեն օրենքի կոնկրետ խախտում է։ Եվ ինչի հաշվին, սա կարևոր է ասել, սա արվում է պահուստային ֆոնդի հաշվին, որը մեր անվտանգության երաշխիքն է, այսինքն պահուստային ֆոնդը նրա համար է, որ վաղը երկրաշարժ, համաճարակ, ինչ-որ աղետներ, սրա ժամանակ պահուստային ֆոնդը սպասարկելու է երկրի դիմադրողականությունը, նոր էինք խոսում դրա մասին։ Հիմա ջրհեղեղ է սպասվում, նոյը որոշել է այդ փայտը, որ տապանը կառուցելու համար է, դրա մի մասը վառի տաքանա, տրնդեզ անեն, վառեն վրայից թռնեն, հասկանում եք։ Հասկանում եմ ձեր ասածը։ Կամ չգիտեմ, լուսավորվելու համար ուղղակի կողքը լուսա, մի հատ մոմ վառելու փոխարեն խարույկ են որոշել վառել։ Իմ ասելիքը սա է, որովհետև մանավանդ այս պոպուլիզմի մեռած մեր հանրության մեջ ես համոզված եմ, շատ մարդիկ կասեն, ոնց թե դու չես ուզում, որ թոշակը բարձրանա։ Չէ, թոշակի բարձրացում բոլորն էլ ուզում են, այլ հարց է, խնդրահարույց է, թե ինչպես է այդ թոշակի բարձրացումը ընտրակաշարք է, դա ընտրակաշարք է։ Ինչի ձեր կրավ, ցանկացած մեկը թող գնա, դա ընտրակաշարք չէ։ Որպես թույլ տվեք դա ընտրակաշարք չի, ժողովուրդ ջան։ Չեցնեմ, բայց հիմա հարցը ընտրակաշարքը բաժանված է, ընտրակաշարք բաժանողը չի պատժվելու, որովհետև ինքն է բաժանել, ինքն է այս պահին ղեկավարություն, իշխանություն եւ մեծ է հավանականությունը, որ այդ ընտրակաշարքը կծառայի իր նպատակին, այսինքն նա իշխող ուժով ընտրակաշարքը բաժանել է, կստանա հանրության որոշակի հատվածի վստահության քվեն։ Հիմա ստացվում է փաստացի անհավասար մրցակցային պայմաններ այլ քաղաքական ուժերի հետ համեմատած։ Ես դրա համար ուզում եմ, որպեսզի դուք ասեք որպես նոր ուժ քաղաքական դաշտում եւ այլ ուժերը, նորերի հատկապես, որոնք չունեն ֆինանսական մեծ ռեսուրսներ, մեդիա ռեսուրսներ, նրանց հնարավորությունը ինչպես գնահատել, ինչպես նրանք կարող են իրավիճակ փոխել այս անհավասար մրցակցային պայմաններում։ Փոքր ուժերը իրավիճակ կարող են փոխել միմիայն հանրության աջակցության շնորհիվ։ Այսինքն ես հաղորդում եմ մի 10,000, 20,000, 30,000 մարդ կտեսնի, չէ։ Այդ մարդիկ եթե վեր կենան, գնան ընտրատեղամաս, պտիչկա դնեն այն ուժի առաջ, որը նոր ուժ է, փոքր ռեսուրսներով ուժ է, բայց լուսավոր գաղափարներ է ներկայացնում։ Դու տեսնում ես, որ ապագան իրենն է, էլի։ Ապա իրավիճակը կփոխվի հենց 3 ամիս հետո։ Հենց 3 ամիս հետո։ Իսկ եթե մարդիկ իրենց վրա այդ պատասխանատվությունը չեն վերցնում, թերահավատ են, շարունակում են, գիտես ո՞ւմ, մեր մոտ պարզ, սկզբունքային, հստակ դիրքորոշումը համարվում է միամտություն, ռոմանտիկա, ուտոպիա, բջությունը, հազար ներողություն ես գրեիք բառի համար, բջությունը համարվում է շնորհք, տաղանդ։ Նա կարողացավ անել։ Եվ եթե ինչ-որ մեկը բջոտ չի, ուրեմն նա փիս մարդ է, քյալո է, անհասկացող է, միամիտ է, մեր ժողովրդի շրջանում էսի կա։ Հիմա, ժողովուրդ ջան, հայլու մեջ նայեք, գնացեք ձեր նմաններին ընտրեք։ Ինչ կստանաք, կստանաք։ Ինչ կստանաք, կստանաք։ Մեր պեսներին էլ ես ասում եմ։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ դուք խոնավություն եք քաշել այդ բջոտներից։ Դուք այդ միջավայրի մեջ եք ապրում։ Վաղուց հիասթափվել եք։ Մեր պեսներին եմ ասում։ Խելքն այդ գլուխները թավակեք։ Հիշեք ձեզ փուճուր ժամանակ ոնց են դաստիարակել։ Հիշեք ձեր ծնողները ձեզ ինչ են պատգամել։ Այդ ամեն ինչ ուտոպիա չէր։ Ես պիտի մի օրինակ բերեմ, 1000 ներողություն, ուրեմն ինձ լավ են դաստիարակել։ Հետո ես ուսանողական, ավելի շուտ բանակում, դե այնտեղ կիսագողական բարքեր էին։ Այնտեղ
բարքեր էին, արժեքներ էին, որոնք 180 աստիճան հակասում էին իմ դաստիարակության ընտանեկան։ Եվ պատկերացրեք դուք ուտեղ ողջ մնալու խնդիր կա հարաբերություններում, հա? Ողջ մնալու խնդիր կա։ Ես յուրացրեցի այդ բարքերը, ես ճար չունեի։ Կամ ունեի միգուցե լավ, ես յուրացրեցի, ես ընտրեցի այդ ճանապարհը։ Ես այդ կեղտոտ բարքերը ворթեգրեցի ու ապրեցի այդ կեղտով։ Այդ ապականությամբ, այդ պղծությամբ ես ապրել եմ։ Ու ապրել եմ նաև բանակից հետո ուսանողական կյանքում։ Դա պիղծ հոգու, պիղծ մտքի, պիղծ մարդու արժե համակարգ էր։ Բայց ես ապրում էի դրանով։ Ես իմ համար եմ ասում, իմ ընկերները թող ամեն մեկ իր համար ասեն։ Հետո տարիների հետ կամած ու այդ ժամանակ ասպեսիմ ծնողներն էս ոնց են դաստիարակի այ մարդ։ Ինձ ոնց են դասի, ինձ մի ձև են դաստիարակում, որ այդ դաստիարակությամբ հնարավոր չի ապրել այ մարդ։ Հնարավոր չի գոյատևել իրական կյանքում։ Ավելի ուշ կամած սկսա հասկանալ, որ չէ, ամենաճիշտը իրանք են դաստիարակել։ Ու փորձեցի արդեն դարձի գալ, այսպես ասած։ Կարծում եմ հիմա որոշ չափով, մի մեծ հաշվով հաջողվել է, բայց որոշակի հետքեր, սպիեր, որոշակի վերքեր մնացել են այդ կեղտոտ շրջանից։ Հիմա ժողովուրդ ջան, ես ձեզ հասկանում եմ։ Մի հատ հիշեք ձեզ ոնց են դաստիարակել։ Մեզ ոնց են դաստիարակել։ Այս տեղեկատվական տեխնոլոգիայի դարում, օրինակ մարդիկ շտաբեր են բացում։ Մենք շտաբ բացելու հնարավորություն չունենք։ Չունենք եւ վերջ։ Չունենք այդ ֆինանսը, այդ աջակցությունը։ Էդ էլ մի առանձին խոսակցություն է, այդ աջակցությունը ֆինանսը շատ հետաքրքիր, հուսամ ինչ շուտ կանչեք, ինչեք սենց ուշուշ կանչում։ Հաջորդը անպայման ժողովրդից հետո ձեր հիմնադիր կանչեք այդ ժամանակ ֆինանսներից էլ կխոսանք։ Դա շատ կարևոր է։ Քաղաքականությունը ստեղծում է հանրային բարիք։ Հանրային բարիքը պահանջում է հանրային մասնակցություն։ Դա մասնավոր բան չի, էլի ցանկապատած տարածք չի, որ դու անում ես ու այդ բարիքը քեզ է մնում։ Քաղաքականության բերած բարիքը կիրթ, գրագետ, անձնվիրաբար իրականացված քաղաքականության բերած բարիքը բոլորին է օգուտ տալիս։ Հետևաբար բոլորը պետք է մասնակցություն ունենան, որպեսզի սպասարկեն, վճարեն, որպեսզի դա կյանքի կոչվի։ Եթե մարդիկ դա չեն վճարում, գալիս է մի օլիգարխ նա է վճարում։ Ինչ որ ֆոնդերից, ինչ որ աշխարհքաղաքական կենտրոններից, ինչ որ ճանապարհներով գալիս են փողեր, նրանք վճարում են։ Բայց եթե նրանք վճարում են, նրանք էլ պատվիրելու են, չէ՞։ Դու ասում ես, ինչի այ մարդ, ինչի է այս քաղաքականությունը, այսքան կեղտոտված։ Հիմա ասում, հաշվի համար ենք դրել։ Ինչքան կվճարեք, ինչքան կփոխանցեք։ Այդքանով էլ կլինի ձեզ ծառայող։ Չեք վճարի, չեք փոխանցի։ Ուրեմն կգան նրանք, ովքեր կվճարեն, այդտեղ էլ մենք կամ կմնանք այդ խաղի մեջ, կամ դուրս կթռնենք։ Հիմա խաղի մեջ ոնց է տրամադրված մնալու, այդպիսի համագործակցություններին անդրադառնանք։ Կուսակցության հիմնադիր ներկայացուցիչները ում հետ են պատկերացնում, քաղաքական ուժերի, թե ավելի շատ անհատների, ովքեր կիսում են ձեր գաղափարները, տեսլականը։ Ցանկացած մեկը, ով կամ նոր ուժ է, կամ հազար ներողություն, բացահայտ այսպես բևեռացված ռուսա մետ կամ արևմտամետ չի, այսպես բևեռացված, էլի որ նայես ասում ես լավ էլի դու Հայաստանի համար ես մտածում, թե Ռուսաստանի կամ Արևմուտքի։ Հայաստանի համար ես մտածում, եթե այսպիսի ուժ կա եւ պատրաստ է պրայմերիզային տրամաբանությամբ ցուցակների որոշման, սա շատ կարևոր է, իրանք տենց չեմ վերցրել ու դրել։ Մենք պատրաստ ենք բանակցությունների։ Եթե այնպիսի ուժ կա, որ որոշում է, որ մենք պետքա միանանք որպես ռեսուրս իրանց պրիմիտիվ կիսա հայրենասիրական, կիսա աշխարհքաղաքական, կիսա, չգիտեմ, ինչական գաղափարների տակ ստորագրենք, այդպես չի լինելու։ Մենք առաջ ենք քաշում թեզեր, որոնք ասում հայ քաղաքական կյանքում առաջին անգամ են հնչում։ Իդեպ չհարցրեցիք, բա այդ հնարավոր ճգնաժամերին ու զարգացումներին ոնց ենք մենք պատասխանելու։ Լավ, այդ էլ թողենք մի ուրիշ անգամ, հա, թե այս մեր ծրագիրը մենք խնդիրները արձանագրում ենք 5-10 տարվա ընթացքում տեղի են ունենալու ահռելի փոփոխություններ, լինելու է թե որակական, թե քանակական
վերանայումների անհրաժեշտություն։ Ոնց ենք սրան պատրաստվում, սրա մասին կխոսեմ, սրան ոնց ենք դիմադրում, սրա մասին դեռ կխոսեմ եւ թերևս ժողովրդին համար այսպես պարզ ու հետաքրքիր լինի այս թեման, որովհետեւ համանդրական նախագիծը թեև շատ ավելի կարեւոր թեմա է ըստ ինձ, բայց ժողովրդին ավելի հետաքրքիր է իր երեխեն այս տարի որ ընդունվեց ինստիտուտ, ավարտելուց հետո ինչ անելու։ Իսկ այն ավարտողները այս տարի որ ավարտում են, նրանք 5 տարի հետո ինչ են անելու։ Իսկ այսօրվա աշխատող բժիշկներ, հաշվապահներ, իրավաբաններ, վարորդներ եւ այլն, նրանք հետագայում ինչ են անելու։ Այս բոլորին սա հետաքրքիր է։ Մշակույթի գործիչներ եւ այլն։ Այս բոլորին հետաքրքիր է, սրա մասին կխոսենք երևի թե մեկ ուրիշ անգամ։ Այս ներքաղաքական եւ նախընտրական մթնոլորտի թեման, եթե փորձենք ամփոփել, մեկ հարց, պարոն Մանասյան, ինչ է կարծում իշխող ուժը դաշտում կա որևէ այլ ուժ, որից իսկապես վտանգ է զգում, որ կարծի, որ իր աթոռը հնարավոր է սենց դողատատանվի։ Եթե վերադառնանք այդ Սրանով ուղղակի այս նախընտրական Եթե դժվարտոցին վերադառնանք, այո, իշխող ուժը գիտի, որ հնարավոր է լինի Գյումրու սցենարի պես եւ անդիմադիր որոշակի շրջանակներ, հատկապես այսպես պրոռուսական, հարուսական շրջանակներ, այդ հույսն ունեն, որ Գյումրու տարբերակով փոքր խմբերով կանցնեն պարլամենտ, հետո միասնական վարչապետի տեխնացուով Նիկոլ Փաշինյանենց կհաղթեն այսպես ասած կամ գոնե մեծ գլխացավանք կդառնան Նիկոլ Փաշինյանի եւ նրան սատարող ուժերի համար ենթադրում եմ այս սրանից վախենում են այո եւ այդ պերաշկի ուտելու ակցիան հենց դրա մասին է դա վախի դրսևորում է ես ձեզնից մեկն եմ ես ձեզանից եմ ասենք հիմա չեմ ուզում մանրամասնեմ բայց հասարակ մարդը այդպես չի խոսում հասարակ մարդու հետ Դուք որ նայեք ինչպես են զրուցում, հասարակ մարդը այդպես չի խոսում։ Նայեք հասարակ մարդը որ մտնում է խանութից առևտրանի, այդպես է խոսում։ Բարև ձեզ, խախամ, ոնց եք, այտենց բան պիժոն հարցեր չտալի, հասկանում եք։ Հասարակ մարդը իրոք հասարակ է լինում։ Թեկուզ կարա մի քիչ ավելի ակտիվ լինի, բայց այդպես չի լինում։ Լավ, իրանց վախը հիմնականում հուսամետ այդ ուժերից է փաստորեն։ Այո Այո, հենց իրենցից է, որտեղ մյուս ուժերի հետ իրենք կարծում են, որ այս կամ այն չափով լեզու կգտնեն։ Մյուս ուժերը դրանք դեպի արևմուտք։ Ասենք, այո, դրա դեպի արևմուտք։ Բա Հայաստանի շահերը սպասարկող կամ հայամետ ուժերից իրենք վախ չունեն։ Չէ, որովհետև հայությունը այդ լաֆետի տրամաբանությամբ է երկիրը պատկերացնում։ Մի լավ ցիգաչ քարշակ լինի, գա այդ լաֆետը կպցնի իր պոչին, տանի էսկո մենկոմ։ Հայությունը չի տեսնում սեփական պետություն, այդքան նախանձախնդիր չի սեփական պետության կերտման հարցում։ Եթե նախանձախնդիր լիներ 10 միլիոն հայ ունենք աշխարհում կամ 7 միլիոն, չգիտեմ, տարբեր թվեր են ասում, այդ 10 միլիոն հայով այս մի 3 միլիոնից երկիրը դարձրել էինք Բուրաստան, վաղուց, շատ վաղուց։ Բայց մենք մտածում ենք, էսի լավ է դա էլի։ Պարոն Մանասյան, մեր հարցազրույցն էլ ամփոփենք, բայց ամփոփենք Իրանով սկսեցինք, Իրանով էլ ամփոփենք։ Այնտեղ կատարվողը ինչ է կարծում, ինչ իրավիճակ ստեղծի տարածաշրջանում եւ մեզ համար։ Ես ոչ մի լուրջ վտանգ այնտեղ կատարվողի մասին չունեմ այդպիսի կարծիք, ես կարծում եմ, որ դա ամերիկյան միջամտությունն է իրանական ներքաղաքական կյանքին։ Բայց դա կբերի տարածաշրջանում իրադասավորումների եւ փոփոխությունների։ Եթե հաջողվի, այսինքն Իրանի ամբողջականությունը պահպանելով, լինի ռեժիմի փոփոխություն, իշխանափոխություն, ավելի առաջադեմ եւ ավելի պրագմատիկ ուժեր կան իշխանության, այդ պահպանողական ռադիկալիզմը դուրս գա, ապա կարծում եմ Իրանի համար էլ լավ կլինի, մեզ համար էլ լավ կլինի, եթե դա ստացվի։ Ամերիկան հիմա միջամտում է այն հույսով, որ ներսի ուժերը, ներսում իրենք կարողանան այս տրանսֆորմացիան ապահովել։ Իրանը մեծ պոտենցիալ ունի, թե բնակչության կարողություններով, թե քաղաքական, թե մեծ պոտենցիալ ունի, բայց այդ մեծ պոտենցիալ ունի ինչի պատերազմելու։ Ոչ, պոտենցիալ ունի նորմալ երկիր դառնալու, հզոր երկիր, բաց ու հզոր երկիր դառնալու, առանց սանկցիաների հզոր երկիր, հասկանում եք։
Շատերն ասում են դե ամերիկացիների աչքը ընդեղի նավթն է, բան այսօր Իրանը կոպեկներով իր նավթը, իր գազը ծախում է ու ասենք այնպես չի որ խերի մեջ կորել է, էլի։ Եվ ինչքան խորն ես նայում, այնքան տեսնում ես, որ այստեղ հարցը Իրանի հզորության հարցը չի, որքան իշխանական մի խմբի, որը արդեն սերտաճել է այդ պաշտոնների հետ, մի խմբի պայքարն է մեկ այլ խմբի հետ։ Յոզեֆ Շումպետեր, ուրեմն ստեղծագործ կազմաքանդման գաղափարի այսպես հանրայնացնողն է, ստեղծագործ կազմաքանդումը ընկած է ցանկացած ինովացիայի եւ ցանկացած պրոգրեսի առաջընթացի հիմքում։ Եթե դու թույլ չես տալիս, որ ավելի լավը գա, ավելի լավ նորը գա եւ դուրս մղի պակաս լավ հնին, դու զարգացում չես ունենալու։ Իսկ եթե հարևաններդ այդ տենդենսը ապահովում են, այսինքն այլ մրցակիցներ, որոնք ունի Իրանը, նրանք իրենց ստեղծագործ կազմաքանդման տրամաբանությամբ Շումպետերյան այդ սկզբունքով շարունակում են զարգանալ, իսկ դու շարունակում ես արգելակել քեզ մոտ այդ 80 միլիոնանոց տաղանդը, որ կա, 80 միլիոն բնակիչ, մեծամասնությունը երիտասարդ, պատկերացնում եք դա ինչ է։ Նրանց կրթությունը ֆանտաստիկ կրթություն է, օրինակ, Իրանի կրթությունը։ Իրանում ավարտած մասնագետները Ամերիկայում սիրով են ընդունում հետագա կրթության շարունակման կամ աշխատանքի խիստ որակյալ էլի ինտելեկտուալ կադրեր է նա տալիս, բայց նրա քաղաքական այս կաղապարվածությունը թույլ չի տալիս, որ երկիրը դուրս գա այս վիճակից, իսկ ես կարծում եմ, որ հնարավոր է եւ տեսնենք, թե ինչպես դեպքերը կզարգանան, դա Իրանի ներքաղաքական հարցն է, մնացածը տեսնենք։ Ես եմ շնորհակալ։